Կարող են Իրանում առաջացած թթվային անձրևները հասնել Հայաստան եւ ինչ պետք է իմանանք թթվային անձրևների մասին։ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում վնասվել են նավթի պահեստարաններ, հրդեհների հետևանքով մթնոլորտ են արտանետվել թունավոր գազեր, որոնք կարող են առաջացնել, այսպես ասած, թթվային անձրևներ երևույթը։ Այս մասին զգուշացրել է նաեւ Կարմիր մահիկը։ Մասնագետների տվյալներով հատկապես գարնանը իրանական բարձրավանդակից ձևավորվում են հարավային ցիկլոններ, որոնց օդային հոսանքը շարժվում է Հայաստան։ Շատերս կարող ենք հիշել կեղտոտ անձրևներ երևույթը Հայաստանում։ Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացրել էր, որ վախենալու բան չկա, համենայն դեպս հիմա նշված էր նաև, որ Իրանի տարածքից Հայաստան առաջիկա օրերին օդի ներթափանցում չի կանխատեսվում։ Փորձեցի հասկանալ, թե առհասարակ ինչպես է ընդունված պաշտպանվել թթվային անձրևներ ասված այդ երևույթից, կացված լինելը երբեք ավելորդ չէ։ Իրականում մեզ մոտ օդի աղտոտվածությունը նորություն չեմ ասի, եթե ասեմ, բավականին լուրջ խնդիր է։ Դրա համար հիմնականում նույն կետերով է պետք պաշտպանվել։ Նման դեպքում հնարավորինս քիչ մնալ բաց տարածքում, պատուհանները, օդանցքները փակ պահել, անձրևի տակ հնարավորինս էլի քիչ մնալ, անհրաժեշտության դեպքում կիրառել ինչ-որ շնչառական դիմակներ, շնչառական ինչ-որ խնդիրներ, հիվանդություններ քրոնիկ, ունեցող մարդկանց դեպքում մի քիչ ավելի պետք է զգոն լինել։ Թե դուք մասնագետ եք եւ կարող եք կիսվել խորհուրդներով, կարող եք մեկնաբանություններում գրել, խորհուրդներով փոխանակվենք, կամ եթե թեմայի հետ կապված ավելի շատ մանրամասներ գիտեք, կարող եք գրել